կամ մատնահարդարի սեղանին։ Միասին կատարենք room tour։ Եկեք միասին կատարենք table tour։ Կեսանկյունից այստեղ տեղադրված են ամենաանհրաժեշտ պարագաները, այստեղ անմասն ձեռնոցիկներն են, բամբակը, վարքապատում հեռացնելու համար եւ փայտիկները, եթե վնասվում է մաշկը, այրունը մշակելու, վնասված հատվածը մշակելու, այրունը հեռացնելու համար փայտիկներ են։ Այստեղ ուրեմն մկրատ պատերները բացելու համար, այստեղ սանդավիկ վնասվածքներով եթե գալիս են, արագ փակելու համար, որպեսզի վնասվածքը չփոշոտվի, այստեղ ամանիկ ակրիլով մասը ստանալու համար եւ այստեղ մատանի ինչ որ գույները երբ որ անհրաժեշտ է լինում ինչ որ բան նկարել կամ ավելի խորքի ծածկույթը քսելու համար մի փոքրիկ կաթիլ է անհրաժեշտ լինում, նայեք սիրուն է, չէ՞։ Դրա համար է մատանին կտոր, որը նախատեսված է ծածկույթի ավարտից հետո, երբ կատարում ենք նրբամաշկի յուղ, փոքրիկ քսվում է ուրեմն եղունգի վրա եւ փայլը կորում է, նախատեսված է այդ յուղը անցկացնելու համար։ Սա իմ մտահղացումն է եղել։ Ձեռքերի անտիսեպտիկ օգտագործվում է եւ հաճախորդի եւ մասնագետի ձեռքերին փչելու համար ծառայությունից առաջ։ Հաջորդը պերեկիս, սպրեյ տարբերակով, դեգիդրատոր, սա յուղոտ պլաստինայի համար է, այստեղ ունենք սպիրտ, սա լաքը հեռացնող միջոցը Ֆլորմարից, գել լաքը հեռացնող միջոց Beautifix-ից, այստեղ ձեռքի կրեմ, նրբամաշկի սկրաբ եւ նրբամաշկի յուղ։ Իրականում այս երեքը պետք է լինեին այստեղ։ Իրենք ամանիկ ունեն, բայց այդ ամանիկը ես հիմա այստեղ եմ տեղադրել, քանի որ մշակվում է նոր ծառայության պարագաների համար։ Մեկ հատ էլ այստեղի համար կգնամ։ Եվ ձեռքի կրեմ, սպիրտ, կամպրամի, այստեղ բազատոպ, սա նույնպես բազատոպ, լաքապատման համար Kinetics ֆիրմայից, գել լաքի համար օգտագործում է American Creator-ի բազաները եւ տոպը, բազան եւ տոպերը, եւ բազային որպես ռաբեր հիմք օգտագործում է նորից Kinetics-ի բազան։ Այստեղ վրձինի հենակ, վրձինները երկու տեսակի, լամպ, ձեռքի հենակ, ապարատ օգնող, նորից լամպ, փոշեկու։ Այստեղ երկրորդական օգտագործվող գործիքներն են, այստեղ ֆրեզաները, այստեղ մատնահարդարման անհրաժեշտ նորից օգնող ֆրեզաներն են, այստեղ գելակ հեռացման ֆրեզաներն են եւ այստեղ մատնահարդարման ֆրեզաներն են։ Փոքր կրաֆտերը հարմար են ֆրեզաների համար շատ, դրա համար ես ընտրել եմ այս տարբերակը կրաֆտերի։ Այստեղ կտրող գործիքները հիմնական եւ մեր լատոկները, գործիքները իրենց վրա տեղադրելու համար։ Այստեղ ամրեցման միջոցներ են ակրիլ եւ պոլիգել, սրանց համար պետք է գնեմ նորից այս ամանիկներից։ Այստեղ թաթեմ ձեռնոցիկ հաճախորդների ձեռքերը մաքրելու, սեղանը փոշուց ավելորդ մաքրելու համար։ Այստեղ ամրեցման ամենակարևոր պետքական պարագաներն են, այստեղ ճապոնական խնամքն է, եղունգների փայլեցման համար բաֆիկը, խարտոցային մշակման համար բաֆիկը, իդեպ խարտոցային մշակման բաֆերը ամրեցվում են երկաթե հիմքերի վրա, որոնք նույնպես ստերիլիզացվում են, ախտանվում եւ ստերիլիզացվում են։ Եվ այստեղ ֆայլերը կոշտուկների մշակման ափերի մեջ, երբ որ կոշտուկներ են լինում, դրանց մշակման համար, դրանք նույնպես օգտագործվում են երկաթե հիմքի վրա, որոնք նույնպես ստերիլիզացվում են։ Եվ այստեղ թաց մատնահարդարման համար ամանիկն է եւ կտոր է, այսպես ասած սավաններ, թաց մատնահարդարման համար ընթացքում, որպեսզի սեղանը չթրջվի, պես նաեւ պարաֆինաթերապիայի համար։ Բնաբուժական կոգնոցներ են իրականում։ Այսպես գնանք այս կողմ, այստեղ ուրեմն այստեղ պետք է ամրացնել, այստեղ բայց մոռացել եմ ազաժիմ դնել։ Այստեղ ուրեմն ձեռքերի խնամքի նոր ծառայության միջոցներն են, ամպուլաները, ծառայությունը դեռ մշակվում է։ Սա 4 ձեռքի համար նախատեսված մուսն է։ Այստեղ վաճառքի պարագաներ են ոտնաթաթերի խնամքի համար, նվեր քարտ է,
Դերը համարակալված են ծառայությունների անվանումներով, այսինքն դուք կարող եք ընտրել, թե ինչ ծառայություն եք ցանկանում նվիրել ձեր հարազատներին կամ ընկերներին։ Այստեղ պարաֆինաթերապիայի անկյունն է, 2 աման, պարաֆինը եւ սկրաբը։ Ներքևում ունենք տաք պարաֆինի համար նախատեսված ապարատ, մեկանգամյա ձեռնոցներ եւ ոտքերի համար նասոճկաներ, եւ այստեղ ունեմ ներկեր, հիմա դա կասեմ թե ինչի համար։ Ներկերը օգտագործվում են այս պլակատի համար, որի վրա իմ հաճախորդները թողնում են այն արտահայտությունները, որոնք ասոցացվում են ինձ հետ, կամ եթե ցանկանում են ինչ-որ բարեմաղթանք գրել, ես գրեթե համարյա բոլորը հիշում եմ, ովքեր են գրել, բայց կան, որ նաև մոռացել եմ։ Այստեղ շատ քիչ քանակությամբ մարդիկ են գրել, հիմնականում ծառայության ավարտին մոռանում եմ ուղղակի ասել կամ ժամանակ չի մնում գրելու համար։ Այս պլակատը երևի թե ունի 5 տարվա պատմություն, եթե ոչ ավել։ Եվ այստեղ նկարը, որը նվիրել է իմ հաճախորդու աղջիկ, ով նկարչուհի է, սա վաղուց նկար է ու գրեթե ոչ մի չի նմանացնում ինձ։ Սա իմ ածեն հաստատող թուղթն է։ Իդեպ մոռացա ասեմ այս անկյան մասին։ Իրականում այս երկաթից հարմարանքը ես պատվիրել եմ երկարացման շնորհի համար, որպեսզի ամրեցնեմ սեղանի տակ եւ վիզուալ քողարկեմ այդ ամբողջ այդ լարերի կցիկը, բայց չստացվեց ու քանի որ հետ վերադարձ չկար ինձ մնաց, ես մտածեցի, որ այսպիսի ինչ-որ հետաքրքիր անկյուն ոտքերի խնամքի բուկլետների կամ նորությունների վերաբերյալ, որպեսզի հաճախորդները ընթացքում կարողանան ծանոթանալ։ Այստեղ չորանձեռնոցիկ եւ բոլոր տեսակի հեռախոսների համար նախատեսված այս power bank-ը։ Ուրեմն գույների համար նախատեսված փոքր սեղանիկ է։ Գույները իրականում մինչև սա տեղադրվում են դարակի մեջ, բայց հետո որոշեցի, որ դարակը նախատեսված է ամենաանհրաժեշտ պարագաների համար, դրա համար գնացի եւ առանձնացրեցի լաքերի համար այս ստենդը։ Այստեղ ուրեմն մոդելավորման համար անհրաժեշտ պարագաներն են, մաքսիմալ քիչ քանակությամբ, որովհետեւ շատ քիչ եմ կատարում։ Եվ դիզայնի համար, այ դիզայն ես շատ եմ սիրում, դրա համար իմ պարագաները շատ են։ Այստեղ ուրեմն ստիկերներն են տարբեր թեմաների, այստեղ ֆրենչի ուրեմն գույնը, տոպ, իսաղը նախատեսված է մարգարիտի էֆեկտը ֆիքսելու համար, այստեղ քարիկներ են, այստեղ նույնպես քարիկներ են, այստեղ ներկեր են, ուրեմն մարգարիտի էֆեկտով դիլում են։ Վաու։ Այստեղ ուրեմն ունենք վոլկաններ, այստեղ լենտեր, արևծի սոկրոֆի համար նախատեսված գույնն է, այստեղ կեմպինգի համար նախատեսված գույներն են, այստեղ իր բարձիկն է, ուրեմն օմբրեի համար նախատեսված է իր գուբկաները, սա օգնող ինչ-որ պարագա, թվի աչքի համար մագնիսն է, մկրատ, բայց իրականում այս մկրատը ոչ տեղում ես պետք։ Այստեղ մանր ինչ-որ պարագաներ, սիրկաներն են, այստեղ էլի փոքր մանր քարիկներն են, քարիկների համար իրականում սա պետք է այստեղ լինի, նորից ինչ-որ հարմար բան պետք է գտնեմ, որ առանձնացնեմ քարիկները, այստեղ ուրեմն գլիտերներն են, տարբեր տեսակի, տարբեր խտության 3 հատ, ուրեմն ամանիկ կա, չեմ խնայել, և փայլիկներ մոնոր, ցույց տամ նաև ձեզ ոտնահետևման անկյունը, սա ոտնահետևման ամենախատեսված լամպ է, անգնովի, առաջին հարկում ապարատն է տեղադրված, այստեղ ոտքերի կրեմ, ծածկույթ հեռացնող միջոց, տալք, բետադին, աղանդատերի մշակման վերջում ճաքերը մշակելու համար, բացված ճաքերը մշակելու համար, պերեկիս, անտիսեպտիկ, նրբամաշկի յուղ, բազատոպ, ռեմուվեր, սա այլ նպատակով է օգտագործվում ոչ թե նրբամաշկի համար, ներաճած եղունգների հատվածում մաշկը փափկեցնող միջոցները, սանտավիվ, նորից ամանիկ, կտոր, մկրատ և ֆոլկաները ծածկույթը հեռացնելու համար, իդեպ այնտեղ մոռացա ասեմ, որ ֆոլկանները արդեն նախատեսված են ծածկույթի հեռացման համար, բամբակով են, նաև օգտագործվում է
ոտնահարդարման համար գորգ, որի վրա հաճախորդները կանգնում են ոտքերով արդեն մշակումից հետո կամ մշակումից առաջ։ Սա իրականում ստոմատոլոգիական է, բայց ոտնահարդարման համար ես պետք է նորը գնեմ հատուկ հենց նախատեսված, քանի որ ոտքերը հիմնականում քրտնած են լինում, ոտքերի վրան տեղադրելուց հետո այս կտորը այստեղ մանր ինչ որ առանձնանում է, մնում է ոտքերի վրա, դրա համար այդքան էլ հարմար չէ։ Այստեղ ամենաանհրաժեշտ նորից պարականերն են, պլաստինան փայլեցնելու համար բաֆիկն է, այստեղ ակրիլի փոշի ճաքերը ամրեցնելու համար, այստեղ ուրեմն սա օգտագործում է ոսկի համար, այստեղ ունենք կապոլին, ներաճետյամների դիմաց եւ մազորների կամ եթե մատների հատվածով ինչ որ մատները մեկը մյուսին խանգարում են, ես այս միջոցներից եմ տրամադրում հաճախորդներին։ Այստեղ ուրեմն ֆրեզան է ոտնաթաթերի մշակման եւ պուշեր նորից ակրիլի փոշին միասեռ զանգված դարձնելու համար։ Այստեղ ուրեմն խնամքի միջոցները հետևյալն են՝ 15% խոնավեցման միջոց, 25% խոնավեցման միջոց եւ քրտատադրության դիմաց մուսը։ Այստեղ ոտնաթաթերի մշակման համար իտալական բրենդից կրեմ, ոտնաթաթերի մաշկի պիլինգի համար նախատեսված ամպուլը, այստեղ թեյի ծառի յուղ եւ սա հենց ճաքերի համար նախատեսված ոսկե։ Սա ոտնաթաթերի սկրաբ, այստեղ կրաֆտ բաթեթներն են, պատրվում են նաեւ արծաթյալ հատոկների մեջ, որոնք ախտանվում եւ ստիլիզացվում են, դրանք գտնվում են ստիլիզացիայի անկյունում։ Թացանցեռնոցիկ եւ ոտնաթաթերի մշակման ֆայլեր, որոնց համար ես պետք է նորից այսպիսի ինչ-որ ամանիք գտնեմ, բայց ավելի հարմար տարբերակ դեռ չեմ կարողանում գտնել։ Որով թարգում ունենք այստեղ փոշեկուլ, որը տեղադրվում է ոտքերի վրա, որպեսզի փոշին տարածվի օդի մեջ, բավականին օգնում է, եւ լաքապատման համար անհրաժեշտ եւ ոչ միայն լաքապատման համար անհրաժեշտ այս մեկանգամյա տապչկաները։ Եվ երկարացման շնորհը ես այստեղ մի փոքր ուզում եմ կարգավորել։ Լամպի մասին արդեն ասեց, ոնց որ թե վերջ։